Աստծո բարին բոլորիս, ամբողջ աշխարհին խաղաղություն բոլորիս, համբերություն, ներողամտություն, հավասարակշռություն, ամեն դրական հատկությունը, որ կարողանանք այս լարվածությունը դիմանալ։ Բայց ոչ թե դրա համար, այլ որտեղ օրենքն է պահանջում։ Մոլորակը առողջացնելու եւ մեզ առողջացնելու օրենքն է պահանջում, այսինքն Աստծո օրենքը, որ պետք է անընդհատ մեզ կողքից նայենք եւ ստուգենք։ Ես խաղաղ եմ, թե չէ։ Իրավունք ունեմ խոսելու, թե չէ։ Իրավունք ունեմ ներկա գտնվելու այսինչ տեղը, այսինչ գործով, թե չէ։ Սա շատ կարևոր բան է, որ այս մարդու հետ իրավունք ունեմ խոսելու։ Եվ ինչպես իրավունք ունեմ խոսելու, որտեղ բոլորի հետ նույն ձևով չես կարող խոսել։ Դրա համար առաջին քայլը դա է, որ ամբողջ աշխարհին խաղաղություն ցանկանանք, իրար խաղաղություն ցանկանանք։ Այսօր ուզում եմ հիշեցնել ձեզ, որպես տարեվերջան քննություն, որ ուշադիր լինենք, որ իմպերիլ չառաջացնենք մեր մեջ։ Ես տարիներ շարունակ շատ հաղորդումների մեջ խոսել եմ, կենդանի էթիկայի մեջ այնքան պարզ է ներկայացված հոգեկան էներգիայի վարակը, որ մարդը ոնց է իր չարությունը տարածում ընտանիքի մեջ, հարևանների մեջ, բարեկամների, մանավանդ հեռուստաալիքներով խոսացողի, պատկերացնում եք, ինչ են արել այն հայհոյողները, որ YouTube-յան հաղորդումների մեջ հոգեկան էներգիան, բացասական էներգիան տարածել են մարդկանց մեջ։ Ամբողջ ազգը բարոյահոգեբանական քայքայման են տարել, հուսահատության։ Չեն մտածել, որ եթե մեր քույրերը, մեր աղջիկները, մեր մայրերը հայհոյանք են լսում, որ ինչ որ մի հատ ճիշտ տվյալ պարզեն իրանց մեջ, որ այսինչն է սպանել, ոչ թե այնինչն է գողացել, ոչ թե այնինչը, եւ հայհոյում են։ Ես ուզում եմ լուրջ այսօր մտածենք, թե ինչ է կատարվում, երբ մարդը անընդհատ մի քանի հոգի կան, որ հայհոյանքներով են խոսում, եւ մենք անընդհատ դա լսում ենք։ Ինչ է կատարվում մարդու հետ։ Մարդը պետք է լսի բարի խոսք, գործնական խոսք, պետք է լսի խորհուրդ բարձրագույն ուժերի, սրբերի, մարգարեների, դեսպանորդների, պատգամաբերների։ Դրանց խորհուրդը թողած մենք հայհոյանքներն ենք լսում, որ ինչ որ մի հատ ճիշտ պարզենք, թե ով էր մեղավոր, ով չէր մեղավոր, կամ ով է ճիշտ, ով է սխալ։ Պատկերացնում եք, մենք ինչ թունավորում ենք վերցնում մեր ուղեղի մեջ, մեր հոգու մեջ, մեր մտքերը ինչ ցածր մակարդակի են գալիս։ Իջնում։ Այդ հայհոյողները չեն մտածում այդ մասին, որովհետև դա իրանց առաքելությունն է, որ պղտորեն, մակարդակը իջեցնեն, մարդկանց լսելու նյութը ուղղակի թունավորեն։ Ես ցանկանում եմ, որ այս դեկտեմբեր ամսին, ովքեր ինձ լսում են, ովքեր վստահում են, որ ես ոչ մի բան ինքնագովեության համար չեմ ասում, ոչ մի բան երևյալու համար, ես հակառակ ասում եմ, որ ես ձեզ փոխանցում եմ ագնի յոգայի, կենդանի էթիկայի, այս վերջին թելադրությունների, որ բոլոր վեհապետները, այսինքն բոլորը չեն, 53 վեհապետներ միացել են իրար միասին
Եվ մեզ ուզում են փրկեն, այսինքն մեր գիտակցությունը ընդարձակեն, որ խոսքը ասելուց մտածենք, ում ենք ասում, ինչ խոսք ենք ասում, ինչ ձևով ենք ասում։ Եվ ժամանակը եւ տեղը որոշենք։ Կարելի է այդ խոսքը ասել այսինչ տեղը կամ այդ ինչ րոպեին, այդ ինչ ժամին։ Մենք այսինքն կողքից նայենք մեզ, ոչ թե մեր հպարտությունը տարածենք, մեծամտությունը, խանդը, նախանձությունն ու չարությունը, ատելությունը, զգուշ լինենք։ Դրա համար է Հիսուսն ասում. դանակը լեզվիդ վրա է, ոչ թե գրպանիդ մեջ։ Նաև պետք է հիշենք, որ ասում է, եթե քո աչքիդ գերանը հանես, ուրիշի աչքի շուղը գերան չես տեսնի։ Պատկասնում եք ինչ մի ամբողջ տարիների դասախոսություն է պետք, որ սա հասկանան մարդիկ։ Վերջապես իմանալը, հասկանալը շատ քիչ է, կիրառել է պետք կյանքում։ Իմպերիլը շատ անգամ ասել եմ, հիմա նորից հիշեցնում եմ, առաջանում է մարդու ուղեղի մեջ որպես հորմոն, երբ որ մարդը ջղայնացած է, չարացած է, վախի մեջ է, նյութապաշտության մեջ է եւ հաճախակի հավասարակշռությունը կորցնում է։ Մտքերը անկատար են, էգոիստաբար, ինքը ինչ որ բաներ է ուզում, ինչ որ բաներ է ցանկանում ցույց տալ, ինչ որ առավելություններ է փնտրում, ուրիշ պատճառ ես չեմ տեսնում։ Մարդը, որը ուզում է ինքը երևա, ինքը առաջինը լինի, անպայման շատ հարցերի վրա չարանում է։ Եվ այդ հարցերը դրսից են։ Ներսը, երբ որ մարդը մաքրում է, ինչպես անցյալ անգամ էլ կարծեմ ասեցի, ամսվա վերջին 3 օրը, օրվա վերջին ժամը գոնե, երբ որ խաղաղվում է, հետո է քնում, նրա աստրալը չի վնասվում։ Նա չի ընկնում ցածր աստրալ պլանի էակների ձեռքը, որոնք իր էներգիայից օգտվում են։ Բայց այդ ինչ էներգիա է։ Դա աստվածային էներգիան է, որի միավորը էրգ են անվանում։ Էրգը նշանակում է, քանի էրգ ենք մենք ծախսում, երբ որ հայոյանքներ ենք լսում հեռուստաալիքներով։ Հեռուստա YouTube-ով ավելի շատ։ Քանի էրգ ենք ծախսում։ Հաշվարկել են մեր գիտնականները, մաթեմատիկոսները, ինչքան նյութ ենք ծախսում, որոնք որ սննդաբանները հաղորդում են մեզ, փոխանցում են մեզ, որ այսինչ նյութեր օգտագործեք, կերեք, որպեսզի ձեր այսինչ օրգանը լրացնի իր էներգիան, ենթադրենք։ Մենք կարողանում ենք հաշվարկենք, թե խռովելու ժամանակ ինչքան աստվածային էրգ ենք ծախսում, էներգիա ենք ծախսում։ Չենք կարող, ոչ մի բան չենք կարող անել։ Կարող ենք հաշվել սիրող զույգի էրգի օգտագործման միավորը, ինչքան են նրանք իրար էներգիա տալիս, եւ նույնիսկ նրանց նայողները ինչքան են լավ զգում, որ անկեղծ սեր է, ոչ թե սիրահարվածություն, ոչ թե ցանկասիրություն, որ սեռային կապեր ունենան, այլ սեր է, աչքերից էլ է ճառագում, մարմնից էլ, շարժ ու ձևից, վարքից, նրանց ծրագրերից, մենք կարողանում ենք վերլուծել այսպես,
իսկ մեզանից, անձամբ մեզանից ինչ է ճառագում։ Ուրեմն իմպերիլը նստվածք է տալիս բոլոր մեր ամբողջ մեր նյարդային համակարգի նուրբ անոթների մեջ, որը բազմաթիվ անգամ, երբ որ մենք զայրանում ենք, երբ որ մենք խանդով, չարությունով, ատելությամբ լցված փորձում ենք հաղորդակցվել մարդկանց հետ, դառնում է բյուրեղ, անտեսանելի բյուրեղներ, եւ դրա համար էլ այդ բյուրեղները հալածնելու համար ժամանակ է պետք, խաղաղություն է պետք, հույս հավատքսեր է պետք եւ մի քիչ էլ ջուրը ավելացնել։ Ջուրը խմելուց առաջ էլ արդեն շատ անգամ խոսել եմ, պետք է մի հատ խաղաղվել, որ այդ ջուրը չմտնի ու անհանգստության մեր ապրումները, որը ազդում է եւ արյան վրա, եւ ավիշների վրա, եւ գեղձերի վրա, որպեսզի գնա այնտեղ դրական էներգիա տա, այսինքն ջուրը պետք է լիցքավորել, թեկուզ 1-2-3 վայրկյան, որ խաղաղվում ես եւ շնորհակալությամբ ես լցվում, արդեն դա էլի ինչ որ խնդիր է լուծում, անտեսանելի մեզ համար։ Ուրեմն իմպերիլը դա թույն է համարվում։ Ես կխնդրեի, որովհետև հեռուստաալիքով չեմ խոսում, YouTube-ով արդեն կայունացած թիվ է, որ լսում են ինձ, ես նրանց բոլորին խնդրում եմ, մտնեն ինտերնետ, փնտրեն կենթանի էթիկան, ագնի յոգան եւ փնտրեն իմպերիլի բաժին, այնտեղ տարբեր համարների տակ իմպերիլը կա։ Ես նույնիսկ այդ համարները թելադրել եմ անցյալում այդ մասին խոսելուց։ Հիմա ինչու եմ նորից ես կրկնում, որովհետև տարեվերջյան այս մեկ ամիսը, անցյալ անգամ էլ ասեցի, շատ խիստ քննությունների շրջան է, որ մենք նոր տարին ճիշտ դիմավորենք։ Կարևոր չի նոր տարին հունվարի 1-ին է, թե օգոստոսի 11-ին է եղել ժամանակին։ Կարևոր է, որ նշում ենք եւ բոլորս կենտրոնանում ենք այդ օրվա վրա, այդ օրը ճիշտ դիմավորենք։ Անցյալի ներողություն միշտ կոպիտ եմ ասում, որ մարդկանց մեջ հիշողությունը ավելի շարժվի։ Ամեն անցյալի կեղտը, աղբը, որը կապված է մեր չարության հետ, խռովքի հետ, նախանձության հետ, հպարտությամբ մրցելու հետ, որ առաջինը լինեն, իրանք ավելի երևան, ավելի ուշադրության կենտրոնում լինեն, այս աղբը չտանենք նոր 26 թիվը, 2026 թիվը, որովհետև տարեց տարի սարսափելի փոփոխություններ են լինում, ավերումներ են լինում, եւ ինչ գիտենք, մինչև 35 թիվը, ինչ տեսակ աշխարհ է լինելու այստեղ, մենք չենք կարող մեր բնավորության գծերը օգտագործել, կիրառել կամ այդ բնավորության գծերով իրար հետ խոսել, իրար հետ լսել, իրար հետ հաղորդակցվել, ես ինչ գիտեմ, ինչ որ գործեր բռնել, հնարավոր չի, ուրիշ թրթարանք է, ուրիշ հետաքրքրություն է, ուրիշ աշխարհ է լինելու։ Նոր աշխարհը համագործակցության աշխարհ է, ոչ թե մրցումներ կազմակերպելու։ Նոր աշխարհը իրար հետ հարգանքով, սիրով հաղորդակցվելու աշխարհ է։ Ոչ թե իրար հետ համեմատվելու։ Փորձեք գոնե ամսվա մեկ օրը փորձեք ավելի քիչ խոսալ։ Կամ եթե սովոր եք խոսալու, քո զրուցակցին թույլ տուր նա իր մտքերը ավարտի, հետո դու սկսի խոսալ։ Փորձեք դա, տեսեք ինչքան դժվար է։ Չեք կարողանում կառավարել, չեք կարողանում ձեզ զգացմունքները մի քիչ զուսպ պահել։ Կտեսնեք, որ ինչու է Հիսուսը ասել, նեղ դռներով անցեք, ջանքով վերցրեք, երկնքի արքայությունը ձեր մեջ մտնեք։ Խնդրում եմ ձեր բնավորության գծերը, որ
կյանքից կյանք բերել եք, դեկտեմբեր ամսին մի կողմ դրեք և լուրջ մտածեք, որ սա մեր կյանքի քննությունն է այս ամիս։ Կան մարդիկ, որոնք ասում են, էդ էլ գիտենք, այն էլ գիտենք, կարդացել ենք, հետո մենակ ինձանով բան չի դուրս գա եւ այլն, այո, հավատացեք, մի հոգին էլ, որ ամբողջ գյուղում, ամբողջ քաղաքում մի հոգին էլ, որ սրբության հասցնի իր տաճարը, սուրբ տաճար դարձնի, այսինքն մարմինը, որ հոգին մեջն է, հոգին այնքան հզոր ուժ կստանա, որ աննկարագրելի մարդը կփոխվի, չեք ճանաչի։ Պատկերացնու ձեր շրջապատում, որ մի հատ ալկոհոլիկ մարդ, հանկարծ լսել եք, որ շնորհավոր եք, և տեսնում եք, որ մարդը չի խմում, կամ ծխել է, տեսնում եք, որ մարդը, որ օրը երկու տոկ ծխում էր, և աշխարհից դժգոհ, ողոքող, որովհետև նա իմպերիլը այնքան է շատացել նյարդային այդ նուրբ անոթների մեջ, որ չի էլ կարողանում, հենց որ մի փոքր զայրանում է, ձեռքերը սկսում են դողալ, գլուխն է դողացնում, չես իմանում, աչքերն է ճպճպացնում, աննկարագրելի հայացք է առաջանում մեջը, աչքերի մեջ, որ չես ճանաչում մարդուն, սական էներգիայի վարակից զգուշացեք, որտեղ ջղայնացած խոսում են, մի մոտեցեք և աշխատեք չհիշել, գիտեմ, որ դժվար է, բայց նեղ դռները դրանք են, որ ձեզ մաքրում եք, որ նորից եմ ասում, նոր տարին դերասանություն չանեք դիմագծերով և խոսքերով, և հին տարին պահեք նույն ձևով ու փոխանցեք նոր տարվա մեջ, ամեն ինչը։ Փորձեք հեռուստացույց, ովքեր սիրում են ժամերով նայել, ավելի քիչ նայել, որ այնտեղի սխալ, կեղծ, լպրծուն տեղեկությունները ձեր հիշողության դարակները չլցվի, որ հետո ուզենաք մի գեղեցիկ բան հիշել, մոռանաք, որովհետև զբաղված է հիշողության դարակները։ Ես չեմ ասում, թե հիմա այնտեղ կահույք է դրված և շատ դարակներ կան, փոխաբերական իմաստով եմ ասում, որ հասկանանք, որ նույնիսկ մենք այդ դարակներն էլ կարգին չենք պահում։ Երբ որ մի բան ենք ուզում փնտրենք, այսինքն մի գեղեցիկ միտք և այլն, ուզում ենք այդ դարակներից փնտրենք, քաշենք, ինչքան աղբ կա թափվում է մեր գլխին։ Այսինքն ամեն ինչ գալիս է վայրկյանական մեր հիշողության մեջ անցնում է, բայց մենք չենք կարողանում կողմնորոշվել հիմա ինչ էինք փնտրում։ Դա էլ տանում է հոգեկան խանգարման, հիշողության կորուստի, հետո գնում են դեղ են խմում, որ ես բոլորը վերականգնեմ։ Պատկերացնում եք ինչով ենք զբաղված, ինձնից սկսած բոլորի, վերջացրած նախագահներն ու կառավարության անդամները բոլոր երկրների, որոնք չգիտեն ինչ անեն, որ ես հազարավոր, միլիոնավոր տարիների աղբը, որ կարողանան իրանց մեջից անեն, կանգնեցնեն այս ծանր պտտվող անիվը։ Բայց թե բոլոր մեծ վեհապետները ասում են, քեզնից սկսի, քո թերությունները տես, ուրիշ բան չես կարող անել, այն ինչ որ լինում է հիմա, ոչ մեկը չի կարող փոխել, որովհետև սա հետևանքն է, սա այդ կառավարիչը չի անում, ամբողջ մոլորակի կարմայի մեջ ենք մենք էլ, երեխան ընտանիքի կարմայի մեջ է, երբ որ չափահաս է դառնում, նա
քաղաքի, բարեկամության, ընկերության, հարևանության կարմայի մեջ է։ Երբ որ ավելի է կրթվում, հասկանում է, որ գոյություն ունի համամոլորակային կարմա։ Դու չես կարող նրանց կանգնացնել մի երկրի վայրենությունը, նյութապաշտությունը, դրամապաշտությունն ու պաշտոնաձիրկությունը չես կարող, բայց կարող ես քեզ զսպել, չչարանալ այնտեղ, որտեղ որ պետք չէր չարանալ։ Կարելի էր զսպել, կարելի էր վարժություններ անել, կարելի է ներքին ուրախությունը ապրել, ասել ինչ լավ է, որ հիմա ինձ ջղայնացրեց, տեսնեմ կարող եմ ինձ զսպել, թե չէ։ Ինչ լավ է, որ սենց բան արեց իմ նկատմամբ, վատ, տեսնեմ կարող եմ ներել, թե ոչ։ Եվ այսպես շարունակ մնացած բաները։ Կարող ենք այդ վարժությունները անել։ Չէ՞ որ սա ավելի հեշտ է, քան համամարտկային, համամոլորակային կարմայի դեմ պայքարել հայհոյանքներով, բամբասանքներով, հնարավոր չէ։ Միայն կավելացնենք, ուրիշ ոչ մի բան չենք կարող անել։ Դրա համար ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում։ Ուժ եմ ցանկանում, որ աստվածային էրգը կարողանանք օգտագործել մեզ հաղթելու, մեզ ճանաչելու համար, բայց ոչ թե ուրիշներին վնասելով, բարձրանալու, ուրիշներին բամբասելով, իջացնելով, մեզ էլ բարձրացնելով։ Դա չի գործում։ Դա գործում է 1 րոպե։ Նրանից հետո տհաճություն է պատճառում։ Բոլորին։ Կարող ենք քիչացնել հեռախոսով խոսելը։ Նայած ում հետ ես խոսում, նայած ինչի մասին ես խոսում, նայած այդ մարդու հետ ինչքան ես հաճախ խոսում։ Այս բոլորը դժվար չի հաշվարկել։ Բոլորովին դժվար չի։ Դու գիտես, որ ավելորդ բան ես խոսում, թե չէ։ Կարևոր բան ես խոսում, թե չէ։ Զրուցակցիդ էներգիա ես տալի, թե էներգիա ես խլում։ Հնարավոր չի սա, հնարավոր է։ Բայց որովհետև չեն փորձում մարդիկ, դրա համար էլ իրանց համար հնարավոր չի։ Բայց փորձեք։ Արևելքի ուսմունքների մեջ կա այդպես ասում։ Մոլորակի շուրջը պտտվելու համար 1 քայլ է պետք։ Ասում հազարավոր մայլեր անցնելու համար առաջին քայլն է պետք։ Քայլը պետք է անել։ Այդ քայլը չենք անում, տեղում նստած բոլորին դատում ենք, մեղադրում ենք, սխալ ենք անում, բայց մեզ ճիշտ ենք անում։ Տեղում մնացել ես, լճացել ես, ջուրն էլ որ կանգնում է, հոտում է, հոտած միջավայր այնտեղ ստեղծվում, կենդանական միջավայր, բուսական, բայց հոտած։ Եվ հպարտանում ենք, որ ընդեղ էլ կան բույսեր, ընդեղ էլ կա լոտոս ծաղիկը, բայց քո մեջ լոտոս ծաղիկ չի լինում։ Չարությունից ինչ լոտոս ծաղիկ։ Նախանձությունից, մեծամտությունից։ Ես եմ որ կամ, ես առաջինն եմ, իմ ամենալավն է, ես ամենալավն եմ։ Եվ հավատացյալների մեջ էլ եմ նկատել այդ բանը, այդ հպարտությունը։ Նրանք անգիր են արել, բայց մոռացել են, որ այդ դեպքերում պետք է հիշեն, որ Հիսուսն ասում է, ով որ առաջինը լինի երկրի վրա, նա վերջինը կլինի երկնքում։ Ինչքան բաներ է ասված, որ մենք մենակ անգիր ենք արել։ Մեր խնդիրը դրա մեջ է, որ ցույց տալու համար, վիճելու համար, հաղթելու համար լեզվով մենք փորձում ենք առաջինը լինել, ընտանիքի մեջ, հարևանության մեջ, բարեկամների մեջ, քաղաքում, հանրապետությունում,
ուզում ենք առաջինը լինենք, հարստությունով, ունեցվածքով եւ այլն, մկաններով, ինչքան ժամանակ են կորցնում մարդիկ մկանները ուռացնելու համար, թաթուներ անելու համար, եթե այդ ժամանակի 1/1000-ականը օգտագործեն, մի հատ գլուխները վերև բարձրացնեն, մի հատ աչքերը փակեն իրանց դեպի ներսը գնան, տեսնեն լա ինչ կա անելու ընդեղ, որ Աստծուց հեռու է, նույնիսկ հակառակը, ինչ կա անելու։ Նոր տարին պետք է դիմավորենք այսպես, մեզ ճշտելով, մեզ մաքրելով, ոչ թե անընդհատ համեմատվելով, կամ անցյալը հիշացնելով, ես եմ արել, այն եմ արել, իսկ դու ինձ համար սենց չես արել, ես չես արել։ Թարմացնում են անցյալի վատը և իրար հետ ապտակելով խոսում։ Այսօրվա խաղաղությունը ձեռնտու չի իրանց, այսօրվա ներողամտությունը, ներդաշնակությունը ձեռնտու չի, անպայման լարվածություն պիտի գցեն, վերեն հասցնեն նոր տարուն, հետո կեղծ իրար գրկեն, շնորհավորեն, մի բաժակ էլ խմելուց հետո կամ խռովեն մյուս տարի այլևս չհանդիպեն, գուցեև մինչև կյանքի վերջը, և նրանց երեխաներին էլ իրար հետ խռոված պահել։ Այս բոլորը չեմ ասում, որ ցավը զգաք ձեր մեջ, չեմ ասում, որ դատարկախոսությամբ զբաղվեմ, ասում եմ, որ կարող ենք անել այս լավ քայլերը և չանել այն վատ քայլերը։ Հիշացնում եմ ձեզ, չեմ բամբասում որևէ մեկից, ազգից, անհատ մարդուց, հիշացնում եմ, որ եկեք միասին մաքրենք։ Ես իմ մեջ աշխատանք տանեմ, հիմա խոսելով, ես իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ նաև իմ թերությունների վրա։ Ամեն մարդ թող իր թերությունները տեսնի, ինչով է ինքը վնասում ուրիշներին։ Ու արդեն սովորություն է դարձրել վնասելը և իր ոսկե միջինը որոշել է, որ առաջ 1000 հոգի էի վնասում, հիմա 500,000 եմ վնասում, կամ էլ թե չէ հիմա 10 հոգի եմ վնասում, ոսկե միջինս արդեն իջացրել եմ։ Բայց երբ պետք է այդ ոսկե միջինը լինի բարության մեջ, ոչ թե մարդասպանության մեջ, դրամշատացնելու մեջ, ոսկե միջինը, դե ես չեմ մրցում ոչ մեկի հետ, ոսկե միջինս պահում եմ, ուրիշները միլիոն են գողանում, ես 1000 եմ գողացել հիմա ոսկե միջինս, ես խո նրանց թայը չեմ, ուրիշները 3 լիտր են խմում, ես 1 լիտր եմ խմում, դե պտի մարդկանց հետ հարմարվես, չէ, խո չես կարող լրիվ նրանցից հետ մնալ, բայց ինչի չես հարմարվում են մարդկանց հետ, ովքեր որ ասում են մի խմի, մի ծխի, հայհոյելով մի խոսա, երեխայդ վրա մի գոռա, աչքերդ մի չռի վրան, էլ չեմ ասում կնոջ վրա, կամ կինը երեխայի վրա, կամ ամուսնու վրա, ուրիշ տղամարդկանց ներկայությամբ։ Դե ոսկե միջինը պետքա փոխվի, չէ, դեպի լավը, ոչ թե դեպի վատը, դեպի դրականը, ոչ թե դեպի բացասականը։ Կարող ենք անել դա։ Կարող ենք անել, եթե ես տեսնեմ, որ մեկը, որ ինձ լսում է, ինձ տեղեկացնում է, որ ես առաջ սենց էի անում, հիմա սենց եմ անում։ Շնորհակալ եմ, վերջ, այսքանը ինձ բավական է, բայց ոչ թե հենց այնպես, որ այո, ես էլ եմ լսում, լավ բաներ եք ասում,
անկեղծորեն, որ ես հասկանամ, որ գոնե 1, 2, 3 մարդ կա, որ ուզում է փոխվի, ոչ թե ծափա տալի, ասում է, այո, լավ խոսեց բան, շնորհակալ եմ դրանից։ Ես ուրախություն եմ սպասում, որ ստանամ ձեզանից, որ լսեմ, այո, ես առաջ ծխում էի, ենթադրենք, հիմա արդեն չեմ ծխում։ Ես առաջ խմում էի ալկոհոլ, հիմա արդեն չեմ խմում, որովհետև գտնում եմ, որ դա հարգանքի ձև չի, դա սերը արտահայտելու ձև չի, դա ընկերությունը պահպանելու ձև չի, բարեկամությունը պահպանելու ձև չի։ Դա ուղեղը թմրացնելու, Աստծուց հեռանալու ամենալավ ճանապարհն է։ Երբ որ տաճարդ ուղակի կեղտոտում ես, ծխախոտով, թմրադեղով, ալկոհոլով եւ ուտելիք ունես հողի տված եւ արևի տված բարիքը, բայց ուզում ես, որ կենդանիներին մորթեն ու դու ուտես։ Կարող ենք փոխել։ Ես վստահ եմ, որ մարդիկ կան, որոնք գիտակցությունը ընդարձակ են, լսում են, բայց բարեկամներին ոնց էին ասում, խաթր անելու համար։ Ինչ խաթր։ Խաթրի այդ ասածը, ինչքան գիտեմ, հայերեն էլ չի իսկի, խիղճ պետք է ունենալ, խիղճ, որ իմանաս ինչ ես բերանդ դնում։ Աղիքների երկարությունը թույլ է տալիս դա մարսես եւ ճիշտ նյութերը ստանաս։ Քո տեսակի համար, մարդ տեսակի համար։ Կարող ենք երեկոյան ուշ չուտել, սովորություն դարձնել, քիչ-քիչ իջացնել, որ պարկելու ժամանակ մեր օրգանները հանգստանան, ոչ թե դանդաղ, բայց մարսելով զբաղվեն։ Կարող ենք արտաքին աշխարհի ոչ մի բանով ապրումներ չունենալ։ Կարող ենք, բայց չենք կարողանում զսպել, անցյալ անգամ զսպվածության մասին էլ հսկման, ինքնակառավարման մասին էլ խոսեցի։ Կարող ենք առավոտը շուտ արթնանալ, երեկոյան շուտ պարկել մի քիչ։ Կարող ենք։ Գոնե 5-5 րոպեի տարբերությամբ կարելի է քիչացնել, 5-5 րոպեի չափ կարելի է շատացնել։ Այսօր 5 րոպե շուտ եմ քնելու եւ կոնկրետ ասնես, որ այո, այսօր ես 5 րոպե շուտ եմ քնելու։ Ձեզ թվում է, թե սա ինչ որ մանկական մի բան է, խոսակցություն է։ Ամենալուրջ աշխատանքը, որ ասում են նեղ դռներով անցեք, այն է, որ կարողանում ես քեզ հաղթես, քո բերանը հաղթես, քո ստամոքսի աշխատանքը հաղթես, նորմայի բերես, ժամանակին քնես, քնելը միայն աչքերը փակելը չի ու մկանները հանգստացնելը, քնելը դա լուրջ աշխատանք է աստրալ պլանում։ Մեր հետ այնտեղ աշխատանք են տանում։ Ինչ մակարդակի որ կանք, այդ մակարդակի իջնում աշխատանք են տանում, բայց մենք մոռանում ենք, այնքան ենք մոռանում, որ երբեք չենք ասում, շնորհակալ եմ, որ հանգիստ քնեցի ասկիշեր, շնորհակալ եմ, որ ով որ ինձ օգնեց, որ ես այսօր առավոտը առողջ արթնանամ, հասարակ բաներ եմ ասում, բայց տեղեկություն չունենք այդ մասին, դրա համար եմ ասում, ագնի յոգային ծանոթացեք, Այնտեղ ուղիղ իմ բարերով չի ասվում, բայց իմ բարերը հասկացվում է, այսինքն ես մտքերը, ուղիղ էլ կա ասված ամեն ինչը, բայց չենք հասկացել, որ դա ոչ թե միայն փիլիսոփայական բարձր մակարդակի, բանաստեղծական բարձր մակարդակի, մարդուն ոգևորելու եւ մարդուն ձեռքից բռնելու եւ նրան չխանգարելու, որ ինքը գնա, բայց ձեռքից բռնում են, որ անդունդը չմնի։
որովհետև շատ լուրջ աշխատանք է։ Մութ աշխարհից դեպի լույսը տանելու աշխատանք է։ Բայց մենք զբաղված ենք իրար ծնունդ շնորհավորելու, իրար հաճոյանալու համար։ Այն ինչ լավ էր հագնվել, չէ՞։ Միշտ ճաշակով է հագնվում, շատ լավ մարդ է։ Դե հետը մի հատ նեղը, գիտես, լավ մարդ է։ Հետը մի երկու բան խոսա, տես հասկանում։ Կենացների հերթականությունը չի խախտում։ Քարոզիչները հերթականությունը ինչ պիտի խոսեն չեն խախտում։ Խաղաղություն ձեզ։ Կարող ենք միշտ ասում է սեղան ստանոքսային բարեկամություն։ Այսինքն այդ բարեկամները իրար չեն տեսնում, իրար հետ էլ ինչ որտեղ նեղացած են, իրար մասին էլ բամբասում են, դա բամբասանք չեն համարում, երբ որ մեկը մյուսի մասին, դե արդարացի բան եմ ասում, սխալ բան չեմ ասում։ Ինչի բամբասանքը արդարացի չի։ Ձեզ համար, արդարացնում է ձեզ, որ դուք էլ եք, այ սենց այսքան ճիշտ եք, իսկ ինքը այսքան սխալ էր։ Ինչ գործ ունեք ուրիշի հետ։ Ինչի չեք հետևում ձեր լեզվին, ձեր զգացմունքներին, ձեր մտքերին։ Ինչի եք տիեզերքի մեջ ուղարկում անհանգիստ մտքեր, հետո ստանում դրա պատասխանը ու սկսում նախագահներին, բոլոր մարդկանց, հարևան բարեկամներին, բոլորի սխալը տեսնում, որովհետև ինչ ուղարկում եք, այն էլ ստանում եք։ Այդ անեկդոտ էլ կա, չգիտեմ ինչքանով ձեր ժամանակը կխլեմ, շատ կարճ։ Ֆրանսիայում մեկը գնում է, տեսնում է, որ կողքի սեղանում մեկը ասում է ռեպետե կրկնել, այսինքն բերում են չալաղաջները, դնում են խորովածները, բան։ Իսկ ինքն էլ դրամ չուներ, այդքան, ասենք, որ մի քանի անգամ պատվեր տա այդ բանը։ Տեսնում է, որ ասում են ռեպետե, ինչ են բերում, ինքն էլ ինչ որ ջրիկ ճաշ ա ուտելու սրնում, ասում է ռեպետե, բերում են էլի ջրիկ ճաշը տալիս են։ Ասում է, այդ ոնց է իրանց ռեպետեն չալաղաջներով, խորովածներով, իմ ռեպետեն էլ էս էր։ Ռեպետե նշանակում է կրկնեք։ Հիմա մենք ինչ որ ուղարկում ենք, այն էլ ստանում ենք։ Մեր ռեպետեն էլ է դա։ Չենք կարող իմանալ ինչ ենք ուղարկում և ինչ պետք է ստանանք, ինչ ենք ցանել և ինչ պետք է հնձենք։ 8 միլիարդ մարդ չգիտեմ ինչեր է ցանել և այսօր 8 միլիարդի ցանածը մենք չենք ուզում հնձենք։ Գոնե 1 միլիոնի չենք ուզում հնձենք։ Բա իհարկե մոլորակը ցնցումներ կունենա։ Մտածենք, ոչ թե խոսանք, մտածենք։ Խոսալը շատ հեշտ է։ Տեսնում եք YouTube-ով ինչքան բաներ են արագ խոսում։ Ինչ է նշանակում արագ խոսալ։ Խոսքը սնունդ է։ Եթե դու մարդու առաջ հաց ես դրել, որ ուտի, սոված եք, բոլորդ հավաքվել եք, և անընդհատ ստիպում ես, որ շուտ կեր, այս սրանից էլ կեր, նրանից էլ կեր, տես ինչ համով է, ես բոլորը արագ լցնում ենք ստամոքսի մեջ, այդ ստամոքսը ինչքան կդիմանա։ Հա, մի օր, երկու օր, 10 օր, մի ամիս, մի տարի, հետո նույնն էլ կատարվում է մեր ուղեղի մեջ։ Ինչի եք կարծում, որ հա, ես ֆիլմը նայեցի, դե այնտեղ սպանեցին, այնտեղ բռնաբարեցին, բայց դե ես չեմ էլ սկի ուշադրություն դարձնում, չեմ կենտրոնացնում։ Բան չի ես միացրել, ինչի ես այնտեղ ժամանակ կորցնում։ Քեզ ա թվում, որ այդ քո հիշողության գրադարանքները այնքան մաքուր են, էլ չասելու։ Բա որ մաքուր են, ինչի ես ջղայնացած ուրիշների մասին բամբասում։
դատում, մեղադրում, հետո էլ շուռ ես գալիք ու կողքի մարդուն, որ մի քիչ ինձ չփրշտաց, մի քիչ ինձ չշնչեց, նրա վրա էլ ես թափում այդ ամեն ինչը։ Զգույշ եղեք, իմպերիլ մի առաջացրեք։ Երեխաների, փոքր երեխաների մոտ մանավանդ, ծնողների մոտ, որ մեծահասակ են արդեն հիվանդություններ կան, շատ հիվանդությունների մասին իրանք չեն էլ խոսում, լուր տանում են, չեն ուզում վնասեն, զբաղացնեն ձեզ, վեճեր մի ունեցեք, մի պարզեք, ինչ-որ հարցեր, առանձին, նույն է, բարձրաձայն, մի արեք, դժվար է, դժվար չի, մի անգամ ձեզ հաղթեցիք, սկսելու եք հաղթելով գնալ, զգալու եք, ինչքան ծանր բեռ ընկալ վրայից, առաջ ջղայնոցած էի խոսում, ձերքիցս մի բան ընկներ, մի ցնցման մեջ էի ընկնում նյարդային, ես ինչի ընկավ, էլի անուշադիր եղավ, ինչքան էրգ ենք կորցնում աստվածային էներգիայի, չնչին բաների համար, դրա համար էլ շուտ հիվանդանում ենք, մեկը դուռը պատուհանը բացեց, ընդամենը վայրկյաններ օդափոխելու համար, արդեն հիվանդացավ, ջերմությունը բարձրացավ, փռշտաց, հիմա դեղ պետք է խմի, որ լավանա, կարող ենք ազատվել այս բաներից, կարող ենք, անող ապետք, ուրեմն տեղեկությունները չկուտակենք մեր մեջ, այլ մի հատ ճշմարտություն բռնացնենք մեր մեջ ու սկսենք աշխատել։ Լռության պահեր կարող ենք ունենալ 5 րոպե օրը կատարյալ լռության մեջ որպես վարժություն։ Սկսեք 1 րոպեից, 1 րոպե, ես հիմա ոչ մի բանի մասին չեմ մտածելու։ Փակեք ձեր աչքերը, որ սկի նկարը, պատի գույնը, այնտեղ շոր կա կախած չգիտեմ ինչա, որ ձեր վրա չազդի։ Փորձեք։ Իմ ասածը, ես ինչ գիտեմ, ինչ մի մակարդակի հասնելը չի, իմ ասածս փորձելն է, ամեն ինչ փորձելով է գալիս, կարող եք, բայց չենք անում, իսկ հիմա ժամանակն է անելու, ոչ թե տեղեկությունները հավաքելու, ով կարող է զարմացնել տեղեկությունները միշտ տանում են հպարտության, միշտ տանում են վեճերի, որտեղ ամեն մարդ իր մակարդակով է հասկացել այդ նույն տեղեկությունը։ Սովորենք մեզ կողքից նայել, անպայման, ոնց որ կողքից նայելով ուրիշի թերությունները ամբողջը տեսնում ենք, եթե մենք սովորենք մեզ կողքից նայել, մեր մեջ էլ ենք թերություն տեսնելու, որտեղ կողքից ես նայում, հասկացանք, նրանք բոլորը շատ սխալ են, բայց ինչու այդ սխալը քո նկատմամբ եղավ և բոլորի սխալները, ինչու մեկը չեղավ սխալ, ուրեմն այդ բոլորի սխալներից իմ մեջ էլ կա, կարող է արտահայտված չի այդ ձևով, բայց կա, նմանն է ձգում, էներգիայի իմաստով էլ, ոչ մի ուտելիք չթափեք, ծանր կարմա է, մանավանդ այն ժամանակ, երբ որ շատ շատերը ուտելիքը շատ դժվարությամբ են հայթայթում, կարող եք անել դա, հարսանիքներին ինչքան ուտելիքներ էին թափում, երկրային պլանում դե ինչ է եղել ախպեր, Քո արդեն սեղանին դրած ուտելիքը նորից չենք ուտելու, հա բայց դուրսը սոված մարդիկ կան շատ, նրանց ուտելիքն է թափում, մոլորակի հնարավորությունները հաշվարկված են, ամեն մարդու հնարավորությունները հաշվարկված են, մենք չենք կարողանում հաշվել, բայց շնչառությունից սկսած, ալիքների հնարավորությունից վերջացրած,
ամեն ինչով հաշվարկված է։ Մենք ուղղակի այդ հաշիվը չգիտենք, որ մեր ազատ կամքով անենք այն դրականը եւ բացասականը առանց որևէ մեկի ճնշումը։ Եթե վախից ազնիվ եղանք, ում է պետք դա։ Եթե վախից ամուսնացանք, ում է պետք դա։ Եթե վախից ներեցինք, ում է պետք այդ ներելը։ Մեր ազատ կամքով, երբ որ մենք ինքներս դա անում ենք, կարող է ասեն, հա, վախից արեց, ով ինչ ուզում է ասի, բայց ազատ կամքով, երբ որ դու նվիրում ես, երբ որ դու բարություն ես անում, այնտեղ երևացող լավություն չկա, ես քեզ դու ինձը չկա, այնտեղ կա սիրով սրտանց տալը։ Ես ուզում եմ ինձ հետ մտածել, որ տեսնեք ես ինչն եմ ռեկլամանում, ինձ թե ես նյութերը, որը, սա ինձ էլ եմ ասում, որ ոչ թե ծնված օրն է կարևոր, այլ որ օրը որ լույսը հայտնվեց այդ մարդու մեջ, լույսը ինչ է, հավատքը, սերը, խաղաղությունը, համբերությունը, ներողամտությունը, դա լուսավոր են, համբերությունը, դրա հակառակը ոնց կարող է լուսավոր լինել, այլ լույսը մարդու մեջ մտնում է այդ ժամանակ, նրա ծնված օրը այդ ժամանակ է, դրա համար երբ որ ես ծնունդ եմ շնորհավորում, ասում եմ քեզ լուսավոր, հոգևոր վերածնունդներ եմ ցանկանում, շնորհավորում եմ քո լուսավոր, հոգևոր ծնունդը, տարօրինակ է, չէ, ձեր ժամանակը խլում եմ, ոչ թե սա այսքան ունի, նա այնքան ունի, նա այնքան գողացավ, նա այնքան, այն շատ լավ մարդ է, այսքան բարեգործություն արել, էս արել, ում հաշվին է արել այդ բարեգործությունը, որ չմնեն հարկերի հետևից, չմնեն իր հանցանքների հետևից, ում հաշվին, Աստծո համբերության հաշվին, մեկ հաց մնաց կարևոր այսօրվա համար ու այսօր կվերջացնեմ։ Երբ որ մարդը սովորություն է դարձնում ծրագրերով ընկերանալու մեկի հետ, որ ես այսպես կանեմ, այնպես կանեմ, իսկ ինքը պարտավոր է այսպես անի, այնպես անի, եթե չանի, էլ ինչ մարդ։ Երբ որ գործը սկսվում է, նա անընդհատ մտքի մեջ սպասում է, որ պետքա այս քայլերը անի, պետքա այս ձևով խոսա ինձ հետ, պետքա ինքը ծրագիր է կազմում, թե ուրիշը ինչ է անելու իր համար։ Նույնն էլ աղջիկ տղա է, որ ծանոթանում են։ Նրանք չեն հասկանում այդ պահին երեխա պետք է ունենան, պետքա երեխա դաստիարակեն, այդ երեխան կարող է գիշերները չքնի, իրան կանգուն մնան, բայց պետք է իրանց զուսպ պահեն, պետք է մտածեն, այս ինչի է երեխան անհանգիստ, ինչ մթնոլորտ ենք ստեղծել տան մեջ, ինչ մթնոլորտի ազդեցությունն ենք վերցրել գործի տեղից բերել տուն, պետք է մտածել սովորի, հետո նոր ամուսնանա, ոչ թե ծրագրեր կազմի, թե որ ամուսնանամ, սենց, ես ինձ սենց կպահեմ, նրա բարեկամները սենց, նույնն էլ կինը, նույնն էլ տղամարդը կապ չունի, երբ որ ուրիշների հետ ծրագիր ենք կազմում, մենք խաբված ու դժգոհ ենք ապրում ամբողջ կյանքը։ Խնդրում եմ այս մի հարցը ուշադիր եղեք մտածեք, որ մենակ բառերս չվերլուծեք, այլ միտքս վերլուծեք։ Ինչ է նշանակում, երբ դու ընկերություն ես անում եւ անընդհատ ուզում ես, որ ինքը քեզ համար այս ձևով ընկերություն անի, այն ձևով, բան, ինչ որ ծրագրեր ես կազմում։ Երբ որ ամուսնանում են իրար հետ, ինչու պետք է մտածեք, որ դե նրա papan այս ինչ գործի է, ինքը պետք է այս հարցերը ապահովի, նրա մաման էլ այն ինչ մասնագետն է, անապտի այս գործերը անի, բա դուք իրար հետ ինչ պետք է անեք,
ուրեմն դուք իրար նկատմամբ էլ այդպես եք վարվում։ Օրինակ ինձ պետք է սիրի, ինձ պետք է գրկի, ինձ բան ֆիլմի մեջ ինչ լավ էին սիրում իրար հետ։ Դա տեսեք որտեղ է գնում մտքերը։ Բայց հարևանը, որ դուրս է գալիս, այս հենց իր կնոջ հետ դա մեքենայի դուռը բացեց, ամբողջը դուրսն է ուշադրությունը։ Եվ պահանջները դնում է ներսը, բայց չի ասում, իսկ ես արժանացել եմ դրան։ Ինչով եմ ես արժանացել։ Անընդհատ համեմատվելու, մրցելու մեջ եմ։ Ամեն ինչով։ Ես տեսել եմ հարսանիքի ժամանակ, կամ խնջույքների, տենց ահա, երկու հոգի, որոնք լավ դրամ ունեն, նստած մատանիներն են իրար հետ համեմատում։ Դուք պատկերացնում եք, ես ես ինչի համար եմ սա խոսում, սա կյանքից եմ խոսում, որը ինձ նեղություն է տվել, որ ինչով են մրցում այս մարդիկ, և ես ոնց եմ հաց ուտելու սրանց հետ։ Կարող ենք ազատվել այդ աղբից, իհարկե կարող ենք, բայց չազատվելով ամեն մեկս մեր բացասական էներգիան այս մոլորակի շուրջը հազարամյակներով, միլիոն տարիներով պտտել ենք ասենց այնքան, ավելի շուտ ժամանակներում էլ Ատլանտիդան դրա համար խորտակվեց, որովհետև երկու մասի բաժանվեցին, մի մասը աստվածապաշտներն էին, մի մասն էլ Աստծուն հակառակ նյութապաշտներն էին և անձապաշտները։ Ես ավարտում եմ այսօր իմ զրույցը, միշտ լարված զրույց է լինում, բայց հավատացեք, ոչ մեկի նկատի չունեմ, որովհետև ես ինձ էլ ձեզ հետ ասում եմ նույն բաները, ամենքիս մոտ էլ մի բանը շատ է, մի բանը քիչ, բայց աշխատանք է պետք, նեղ դռներով անցնել է պետք։ Այդ նեղ դռները չպետք է մեղադրենք ուրիշների սարքած նեղ դռներն են, մենք ենք սարքել ամենքս մեր դուռը, մեր ջանք վերցնելու պատճառները։ Խաղաղություն ձեզ, ուրախություն ձեզ, ինձ ներեք, որ ես ձեր նախատոնական օրերը ոչ թե գեղեցիկ բառեր եմ ասում, կանաչ ճանապարհ, անցյալի մեղքերը չգործենք եւ այլն, մենք նոր ձևով ապրենք, գեղեցիկ կոչեր են, շատ գեղեցիկ, ես էլ եմ ոգևորվում, այո, բայց գործնական աշխատանքն եմ ես ձեզ ցույց տալիս, ասում, որ կարող ենք քիչ ծխել, կարող ենք քիչ գորգորալով խոսալ, կարող ենք քիչ հայոել, կարող ենք ամեն ինչը կարող ենք, բայց չենք անում։ Ես դրա մասին եմ խոսում։ Ոչ թե այո գինին պակաս էր, օղին համով էր, չալաղաջը բուշացրեցին, ես արեցին է, այո կարելի է ամեն ինչի մասին երկու կողմի բաժանել, նրա մասին էլ խոսալ, սրա մասին էլ խոսալ, բայց երկուսը իրար հետ չի լինում։ Ձեզ խաղաղություն եմ ցանկանում։